Գյուրջան Կասկադ, ցանկացած համեմատություն մեր օգտին է։ Քայլ առաջ կգա, որ հետևի ձեզ Երկե, հա։ Մարգարեի անցակետ էիք տարել թուրք լրագրողներին, սակայն հայ լրագրողներին թույլ չեն տալիս, հա, գնա տեսնել ինչ իրավիճակ է, կառուցվեց, ավարտվեց, հանձնվեց, ինչով եք սա պայմանավորում։ Ճիշտ ասած, մենք լրագրողներին, այսինքն պետական եկամուտների կոմիտեն լրագրողներին չի տարել։ Բայց դա ձեր կուրացիա է, հա, տակա Մարգարեի անցակետը։ Անցակետը մաքսային ծառայության տեսանկյունից, այո, բայց այդտեղ կա նաև սահմանապատ ծառայություն, ինչ վերաբերում է լրագրողներին, դա առանձին հարց է, որը մեր կոորդինացման տեղեկացել են իհարկե։ Իսկ որ հայ լրագրողները դիմում են, ձեզ տեղեկացնում են, որ հայ լրագրողները եւս ուզում են գնալ։ Ես ճիշտ ասած այդ հարցից տեղյակ չեմ, հայ լրագրողները դիմել են թե չէ։ Իհարկե դիմել են, բազմաթիվ անգամ են դիմել։ Հիմա դիմում են, հնարավորություն կա լրատվամիջոցներով գնալ։ Դա կարծում առանձին հարց է, որ պետք է մի հատ կառավարություն քննարկվի եւ արձագանքենք։ Ես նման հարցում չեմ ստացել։ Այսինքն թուրք լրագրողները, որ գալիս են քննարկում չի լինում, հիմա հենց հայ լրագրողները դիմում են, ասում եք պետք է։ Եթե հայ լրագրողները դիմեն, թե ինչի համար են դիմում, ես տեղյակ չեմ ասում։ Ես տեղյակ չեմ դրանից։ Բայց դուք պետք է թույլտվություն տաք, թե ոչ։ Ես ասեցի արդեն։ Ես ասեցի սահմանային անցակետում մեր գործառույթները սահմանափակվում են մաքսային ծառայության ֆունկցիաներով։ Բայց դա ենթադրում է, արդեն պատասխանեցի ձեր հարցին։ Պետք է լինի նաև ձեր կողմից։ Հիմա օրինակ եթե մենք գնանք հյուսիսային մաքսատուն, պետք է։ Հիմա ձեր անհանգստությունը ընդհանրապես նա է, ասում եք կարող ենք մենք էլ գանք այդտեղ օրինակ ինչ որ տեսնել, դա է անհանգստությունը։ Ես այդ հարցին չեմ կարող պատասխանել, քանի որ իմ տիրույթում չէ ու տեղյակ չեմ ես դրանից։ Հիմա որ մենք ուզենանք գնանք հյուսիսային մաքսատուն, էլի պիտի կառավարությանը դիմենք, թե ձեզ։ Հյուսիսային մաքսատուն գաք ինչ անեք այդ հարցը։ Ինչ են անում լրագրողները, պարոն Հակոբյան։ Եթե մեր տիրույթում հարցեր ունեք, ուզում եք օրինակ մաքսային ծառայության գործառույթներին ծանոթանաք, ուզում եք տեսնեք թե մենք ինչպես ենք աշխատում, մեզ դիմեք, այո։ Անորոգում եք արել, ուզում ենք գանք նկարանենք, տեսնենք ինչ եք արել։ Ամեն անգամ Չեմ կարծում դա մեզ խնդիր է։ Չեմ կարծում դա մեզ խնդիր է, իսկ գանկը պեկի այդ վերանորոգում։ խնդրում եմ համապատասխան ձևով դիմեք մեզ, մենք ձեզ կպատասխանենք։ Չէ, դե հիմա ուզում եք կոնկրետ նշեք, թե ինչ աշխատանքների համար եք ուզում, որպեսզի հասանելիություն ունենաք, մենք էլ կդիտարկենք եւ ձեր հետ կքննարկենք հարցը։ Կառավարությունը թույլ է տվել թուրք։ Հարգելիս ասեմ, կառավարության դիմեք այդ հարցով։ Գրություն ուղարկել են, որ այն չափորոշիչները, որ դուք հիմա մեզանից պահանջում եք, հա, ինչ ձևաչափ պետք է անտեղանեն, ինչ նկարանում պետք է անեն, այդ ձևաչափով ձեզ Հիմա ձեր անհանգստությունը նա է, որ դուք ասում եք ձեզ թույլ չեն տվել, ես ասում դրանից տեղյակ չեմ։ Այդ հարցը փակ է կարծում եմ։ Դուք դրանից սկսեցիք։ Ինչի՞ է փակ։ Այստեղ քննարկման տեսանկյունից է փակ։ Հիմա քանի որ ինձ եք հարցնում, ասում եք, որ համապատասխան ձևով գրեք, ասեք ինչ եք նկարելու, չէ, ինչ տեսանկարահանում եք իրականացնելու։ Հիմա ես ձեզ հարցնում եմ, այդ նմանատիպ գրություն թուրք լրագրողներից ստացել եք ձեր կառույցը։ Մի հատ պետք է ճշտեմ, բայց հարցում ունեցել ենք, այսինքն կառավարության կողմից համապատասխան հարցում ունեցել ենք եւ այդ կազմակերպվել է համարժեք ձևով։ Թուրքերի համար։ Հարգելիս տվյալ դեպքում ինձ թվում է ազգը կապ չունի, տվյալ դեպքում կապ ունի թե ինչ հիմա նույն հաջողությամբ այսինքն ադրբեջանցիներն են Ես արդեն հարցին պատասխանեցի, ես տեղյակ չեմ եղել։ Չէ, հիմա ես տեղյակ չեմ եղել, որ ձեզ օրինակ թույլ չեն տվել, դուք հիմա հարց եք ասում, ասեմ ես այդ հարցից տեղյակ չեմ։ Մամուլ չեք կարդում։ Կարդում եմ։ Չեմ տեսել մամուլում դրա մասին։ Իսկ Մարգարեի անցակետի բացման հետ կապված ինչ կան։ Տեղյակ չեմ անկեղծ ասած։ Այսինքն պատրաստ սպասում ենք մինչև Չէ, ուզում ասեմ Հարգելիս ես հարգանքով եմ վերաբերվում ձեզ ու խնդրում եմ դուք էլ հարգանքով վերաբերվեք։ Չէ, հիմա ես ասեցի դրանից տեղյակ չեմ, այսինքն որ ասում եք ձեզ մերժել են, ով է մեզնից մերժել են։ Պետական եկամուտների կոմիտեն ձեզ մերժել է, որ դուք չգաք այնտեղ։ Չէ։ Եթե չի մերժել, հետեւաբար ես այդ հարցի պատասխանը չունեմ։ Ենթադրում եմ պետք է վարչապետի աշխատակազմ դիմեք, ենթադրում եմ, կամ իրենց եք դիմել, մերժում եք ստացել, որտեղ եք դիմել։
Շատ լավ է, որտեղ որ դիմել եք, իրանց որ հարցնեք, հաստատ համոզված եք, իրենք պարզաբանումը կտան։ Հարցին կպատասխանեք մի րոպե Մարգարայի անցակետի հետ կապված ինչն Մարգարայի անցակետը պատրաստ է ամբողջությամբ իր մաքսային գործառույթը իրականացնելու եւ ամբողջ ենթակառուցվածքը պատրաստ է, մենք էլ որպես պետական եկամուտների կոմիտե պատրաստ ենք այդ գործառույթները պատշաճ իրականացնելու։ Երբ որ դա մաքսային գործառույթ չեն, ինչ որ դուք հարցնում եք։ Դուք խոսում եք պետական սահմանի հնարավոր բացման մասին։ Դուք դրա մասին եք խոսում, որը պետական եկամուտների կոմիտեի գործառույթը չէ։ Պարոն Հակոբյան, եթե մոտ 750,000 գրանցված աշխատողները հայտարարագիր չներկայացնեն, պետք է ինչ է անում։ Նախ դուք հարցը գալիս եք բացասական կողմից միանգամից։ Ես հորոտ եմ։ Պետական հիմա դինամիկան հակառակն է հուշում, ինչը որ արել ենք նաև անցած տարի։ Ինչ տվյալներ վիճակագրություններ մարդիկ արդյոք հայտարարագիր ներկայացնում են եւ Իհարկե, հայտարարագիր ներկայացնում են, այս պայդրությամբ մոտ, եթե չեմ սխալվում, 12,000 քաղաքացիներ արդեն 12,000-ը այս պայդրությամբ արդեն լրացել են ու պարբերաբար Դա պետական աշխատողներին հանենք, էլի պետական աշխատողները լավ։ Էական չի։ Հիմա ինչու եք հանում, ինչու եք առանձնացնում։ Հիմա եթե 750,000-ի մասին ենք խոսում, 750,000-ի այս պայդրությամբ 12,000-ը լրացել են հայտարարագիրը եւ նաեւ կան բազմաթիվ մարդիկ, ովքեր որ ստացել են սոցիալական կրեդիտ։ Հիմա եթե մոտ 600,000-ը եթե Խնդրում եմ հերթով, որպեսզի կարողանամ պատասխանել ձեր հարցերին։ Հակոբյան, հիմա 600,000-ը մոտավորապես, եթե չլրացնի, որքան դեռ չի լրացրել։ Ինչ հարկադրանքի միջոցներ կարող եք իրարել պետք։ Ես դրա մասին բազմիցս խոսել եմ մեր հանրային քննարկումների ժամանակ եւ ասուլիսի ժամանակ եւ հարցազրույցների ժամանակ։ Այդտեղ գործում է պարզ տուգանքի մեխանիզմ։ Եթե երկու անգամ տուգանում են, երրորդ անգամ ինչ է լինում, եթե չես հանում մեկ անգամ 5 Չէ, այս պահին ուրիշ մեխանիզմ չկա, տուգանքի ուղղակի բարձրացում կրկնապատկում է, ուրիշ մեխանիզմ այս պահին հետաձգվի։ Սկզբում մայիսին էր, հետո դարձավ նոյեմբերի։ Այս պահի դրությամբ կառավարության մոտեցումը նա է, որը հստակ հայտարարվել է նոյեմբերի 1, հետաձգվել է եւ այդ նոյեմբերի 1-ը ուժի մեջ է այլ քննարկում եւ այլ մոտեցում չկա։